Այն երկերը, որոնք ստեղծված են երկերը հոգեվիճակներից, դարդոտած, ցավագար, որ քեզ թողել են, հեռացել են, մոռացել են, այնպիսի երկեր կան, փառաբանության, օրհնության մթնոլորտը կոտրում է։ Երկերը պիտի մատուցվեն տեղին, պահին, ճիշտ տեղին։ Ասում է ժամանակին ասված խոսքը արծաթների մեջ դրված ոսկե խնձորին կնմանի։ Փառաբանության ներկայության մեջ ոչ մի հոգս, ոչ մի խնդրեմ, դժվարություն, խնդիրներ այդ պահին չի կարելի բերել եւ խառնել փառաբանության ներկայության մեջ։ Դա խախտի փառաբանության հոգու ներկայությունը, մթնոլորտը փառաբանության կվերցվի։ Սակայն եթե փառաբանության մեջ դուք խառնում եք հոգսեր, դժվարություններ, հիվանդություններ, աշխարհը փուչ է, աշխարհը սուտ, ինչ աշխարհը, աշխարհը փուչը սուտ է, սակայն ինչ կապ ունի աշխարհը տվյալ փառաբանության ներկայության հետ։ Իմ կողմից է եղել, սիրելի իմ զավակ, դա ես եմ պատրաստել քեզ համար, դե գնա կյանքն ացի ցավի մեջ գոհացիր, ծանրացնող բարերով կատարելիք այդ հոգեվիճակից ստեղծված այդ երկերը փառաբանություն չեն։ Այդ երկը կիրանքի որ երկ է փառաբանության փոխարեն ժողովուրդ ինչ կլինի։ Տխուր այդ երկերը չեն փառաբանում Տիրոջ, այդ երկերը պատմում են քո հոգեվիճակի մասին։ Այնպես որ ուշադիր եղեք ձեր իսկ հոգեվիճակին, մեծարեք Տիրոջը եւ փառաբանեք, գոհանաք, Աստված բնակվում է գոհության մեջ, գոհունակության մեջ, Աստված բնակվում ու փառավորեք Տիրոջը։ Դուք պատկերացնում եք այդ փառաբանությունը կիջնի ձեզ վրա ու կվերապոխի ձեզ։ Փառաբանությունից անգամ բժշկվում է անձը, փառաբանությունից լուծվում են բոլոր հոգսերը եւ այդ գոհունակության մեջ բնակող Աստված երբ որ իջնում է ձեզ վրա, այդ փառաբանությունից ծնվում է գոհություն եւ Աստվածահաճո ներկայություն եւ դուք այնքան եք բավարարվում, այնքան եք օրհնվում, ասես օրհնությունը հեղեղված է ջրվեժի պես, ասես թափվում է ձեզ վրա։ Հասկանում եք։